Գլխավոր հարցը հետևյալն է. ինչ է կանելու նախաստորագրված խաղաղության համաձայնագրի հետ, եթե գաք իշխանության։ Եվ այս հարցը յուրօրինակ լյուստրացիա ենթարկեց մի շարք ուժերի, որոնք իրենց խոսույթով եւ ներկայացված ծրագրերով վերահաստատեցին, որ Հայաստանը վերադարձնելու են կոնֆլիկտի շրջան։ Եվ այսպես, առաջին համարի ներքո հանդես եկող ռեֆորմիստները, երրորդ համարի ներքո հանդես եկող ուժեղ Հայաստանը, 7-րդ համարի ԲԿ-ն, 17-րդ համար Հայաստան դաշինքը չեն ասում, որևէ կերպ չեն ասում, որ նախաստորագրված համաձայնագիրը վատն է։ Չեն ասում, որ չեն ստորագրելու, բայց ասում են, որ դրա համար պետք են երաշխավորներ։ Ըստ էության, այս ճանապարհը վիժեցնելու է օրինակ ԱՄՆ-ի ներկայությամբ ստորագրված TRIP-ի համաձայնագիրը։ Այն Հայաստանը վերադարձնելու է կախվածության գոտի եւ ըստ էության մենք հասկանում ենք, թե որ ուժերին կամ կոնկրետ որ աշխարհակաղակական բևեռին են ցանկանում այս մարդիկ վերադարձնել Հայաստան եւ ըստ էության Հայաստանը նորից կախվածության մեջ պահել այս ուժից եւ Հայաստանը նորից դարձնել աշխարհակաղակական բախման կետ, դարձնել հենակետ, որը միանշանակորեն նշանակում է, որ Հայաստանը վերադառնալու է կոնֆլիկտի շրջան, որովհետեւ խաղաղության երաշխավորը երկկողմ հարաբերություններում փոխշահավետ պայմանավորվածություններն են եւ Հայաստանն է առաջին հերթին իր խաղաղության երաշխավորը եւ Ադրբեջանի հետ փոխշահավետ ուրեմն համաձայնագիրն է, որ կարող է երաշխավորել խաղաղությունը, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ ցանկացած երաշխավոր իր սեփական շահերն ունի երաշխավորություն իրականացնելու գործում, ինչպես որ եղել է, մենք ունեցել ենք երաշխավոր, ընդհանուր խաղաղապահ ուժերի մանդատ ունեցող երաշխավոր ենք ունեցել, որը որևէ օգուտ չի տվել մեզ, բացի պատերազմից, ցավից, ողբերգությունից, կախվածությունից։ Կան նաև ավելի էկզոտիկ ու վտանգավոր մոտեցումներ, օրինակ, մասնավորապես 4-րդ համարի տակ հանդես եկող շնորհապետական հանրապետություն կուսակցությունը ասում է, որ Ղարաբաղը պետք է միացնել Հայաստանին։ Խոսում է փախստականների վերադարձի մասին, ըստ էության բացում է զուգահեռաբար եւ պատերազմի դուռը, եւ զուգահեռաբար բացում է այն խոսույթը, որի մասին օրինակ խոսում են ԲՀԿ-ն, խոսում է Հայաստան դաշինքը, խոսում է ուժեղ Հայաստան կուսակցությունը 300,000 փախստականների վերադարձի մասին։ 8-րդ համարի տակ հանդես եկող ազգային ժողովրդավարական բևեռն էլ ոչինչ չի ասում, ուղղակի ասում է չի ստորագրելու։ Ինչը ուղիղ նշանակում է, որ եթե դու չես ստորագրում խաղաղության համաձայնագիրը, ուղիղ գնում ես պատերազմին։ 6-րդ համարի տակ հանդես եկող Սերժի Թաթոյանի կուսակցությունն էլ ըստ էության որևէ վատ բան չի ուզում ասի խաղաղության համաձայնագրին, որովհետև երևի թե հասկանում են, որ դա առնվազն անտրամաբանական է, սակայն իր խոսույթում նշում է, որ խաղաղության պայմանագիրը վատն է, ինչը նշանակում է, որ արդեն խնդիրներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, եթե որևէ տեսական հնարավորության դեպքում հնարավորություն ունենա ուրեմն ինքը որոշելու խաղաղության համաձայնագրի հետ ինչ են կանում։ Ամենաէկզոտիկը դե 9-րդ համարի տակ հանդես եկող Քոչարի ինչ որ եւ այլն կուսակցությունն է, որն ասում է, որ Աֆրիկայից բերված վարձկաններով գրավելու են Ղարաբաղը եւ այլն եւ այդպես շարունակ։ Կա դոկ կուսակցություն 15 համարի տակ հանդես եկող, որը ռազմատենչ պատերազմական կոչեր է հնչեցնում ըստ էության եւ ուղիղ պատերազմի տանող մի շարք այլ հայտարարություններ է անում եւ ուղիղ պատերազմի տանող ուժերի շարքը եզրափակում է Լուսավոր Հայաստանը, որը գալիս է ու ասում է, որ վերաբանակցելու է խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը, ինչը ինքնին նշանակում է, որ Հայաստանը վերադառնալու է կոնֆլիկտի շրջան, պատերազմի շրջան եւ վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Սա չափազանց կարևոր է, որ դուք ֆիքսեք սիրելի հայրենակիցներ հունիսի 7-ին ընտրությունների գնալուց առաջ, որովհետեւ հունիսի 7-ին պետք է գնալ եւ ընտրել խաղաղությունը, պետք է գնալ եւ տեր կանգնել բոլոր այն փոփոխություններին, այն պայմանավորվածություններին միջազգային, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ձեռք բերել վերջին 5 տարիների ընթացքում։ Այն ռազմավարական հուշագրերին, որոնք կնքել է Հայաստանի Հանրապետությունը տասնյակ երկրների հետ, աշխարհի ամենատարբեր երկրների հետ՝ Չինաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, ԱՄՆ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ուրեմն, սիրելի հայրենակիցներ, հաշվի առեք այս ամենը, հաշվի առեք նաև երեկվա, ուրեմն, երեքշի առաջօրվա բանավեճը, որտեղ բացահայտվեցին, թե որ ուժերն են, որ շարունակում են կեղծ թեզեր տարածել, օրինակ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ այլն եւ այդպես շարունակ եւ խաղալ մարդկանց վախերի հետ։ Երեկվա բանավեճը բացահայտեց այն ուժերին, որոնք կոնֆլիկտացին են։ Ես նաև իմ անդրադարձը նախորդ օրվա բանավեճին կտեղադրեմ հղումներում։ Այս ամենը հաշվի առեք հունիսի 7-ի ընտրություններից առաջ, սիրելի ժողովուրդ, գնացեք ընտրության եւ տեր կանգնեք խաղաղությանը ընտրելով համար 16-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, խաղաղության կուսակցությանը։